Ողջույն, Բուն TV-ի եթերում գրողի ծոցից հաղորդումն է, ես Մարիամն եմ։ Այսօր ինձ հյուրը եկել գրող Մհեր Արշակյանը, ում հետ միասին փորձելու ենք խոսել տարբեր թեմաներից։ Ողջույն, Մհեր։ Բարև ձեզ։ Ինչպե՞ս ես։ Քեզնից լավ։ Մհեր, օրդ ինչպե՞ս ես սկսում սովորաբար։ Բարդ հարց է, արթնանում եմ։ Ես սուրճ եմ խմում։ Դեմ եմ սուրճին։ Եվ գնում եմ գործի։ Իսկ հետո գործս ուշեմ վերջացնում սովորաբար խմբագրի գործը։ Ընթացքում եթե հաջողվում է ինչ-որ բան կարդում եմ, չեմ կարդում, նկատի ունեմ գործից չբխող տեքստեր, գրականության հետ առնչվող։ Ու հետո տուն, որտեղ արդեն հաստատ ինչ-որ մի բան կարդում եմ։ Իսկ գրելու process-ը ո՞նց է ստացվում, եթե ինչ-որ բան պիտի գրես։ Դες Մարիամ, այդ ամենատարքիր հարցերից է, որ փաստորեն ամենասկզբից է ինձ հետաքրքրել միշտ, եւ առեսօր ես դրա պատասխանը չունեմ։ Հավանաբար չունեմ այն պատճառով, որ այդ process-ը այնուամենայնիվ չի մնալու։ Այսինքն այդ process-ը ապրող process չի։ Ինձնից ավելի ապրող process չի, այդպես ասեմ։ Դրա համար երկար չեմ մտա, այսինքն հետաքրքրել է, բայց ինձ չի ուղեկցել այդ process-ը։ Բայց միշտ սպասում եմ, այսինքն սպասելով գրվում, այսինքն ես չեմ նախաձեռնում, ես երբեք գրել չեմ նախաձեռնում։ Ես սպասում եմ, մինչև կգրվի։ Իսկ հիշում ես այն պահը, որ առաջին անգամ ունեցար այդ զգացողությունը, որ պիտի անընդհատ սպասես, որ պիտի գրվի։ Այդ զգացողությունը ծնվում է այն պահից, երբ լավ է ստացվում գրելը։ Ու քեզ միշտ թվում է, որ լավ ստացվելու գինը սպասելն է, որպեսզի գրվի։ Բայց ես մի երկու գործ ունեմ, որոնք առանց սպասելու են գրվել, այսինքն իրենք ես դրանք գրել եմ։ Ես դրանց վրա աշխատել եմ, ես դրանք ստեղծել եմ։ Կան այդպիսի գործեր, որոնք ես եմ ստեղծել։ Եվ կան գործեր, որոնք գրվել են։ Մանկություն շատ ես վերադառնում։ Չէ, ես միշտ վերադառնում եմ մեղքերին։ Մանկությունը այնտեղը չի, որտեղ ես մեղավոր եմ եղել։ Ես միշտ վերադառնում եմ մեղքերին, այսինքն միշտ վերադառնում եմ բանին, որտեղ ես մեղավոր եմ եղել։ Եվ դա ավելի հաճախ է լինում, ինչու։ Եվ դա կապ չունի մեծանալու հետ։ Պարզապես կապ ունի այն բանի հետ, որ հնարավորինս դու տեսնում ես, որ դու այլևս նա չես, ով մարդկանց կարող է սովորեցնել, ով մարդկանց կարող է հուշել, ավելի լավ լինել։ Եվ այդ պատճառով դու սկսում ես մտածել ինքդ քո մասին, вообще դու ով ես։ Իսկ եզրահանգումներ։ Եզրահանգումների մասին չի խոսի։ Փաստն է, որ ապրելս չի գալիս։ Ես սա զվարճանալով եմ ասում, այսինքն ոչ մի ցավ չկա դրա մեջ։ Եվ եզրակացությունն է, որ քեզ ուրախացնում են, որ այնուամենայնիվ այս ամեն ինչը ավարտվելու է։ Եվ դա շատ լավ է։ Դա այնքան լավ է։ Դա ուրախացնում է, հավատացնում եմ քեզ։ Իսկ մեղքերին անընդհատ վերադառնալը, հիշելը, չգիտեմ, գուցե ապրելը նորից այդ։ Ես մեղքեր բառը այստեղ շատ պայմանական է, որովհետև մեղավոր են ովքեր։ Բոլորը։ Չէ։ Մեղավոր են նրանք, որոնք գերազանց գիտեն ինչ են անում։ Նրանք, որոնք ապրելու գործիքներ չունեն, իրանք կներես ձևակերպման համար կարող են լինել աննասուն, կարող են լինել մեծագույն տականք, կարող են լինել հրեշ, բայց նրանք մեղավոր չեն կարող լինել։ Բայց այնուամենայնիվ անընդհատ վերադառնալը այդ ամենին ինչ որ մազոխիստական
բան է ամեն դեպքում։ Չէ, հաճույք չես ստանում դրանից, չէ, բացարձակ ընդհակառակ այդ եմ ասում, ապրելը չի գալիս։ Բայց ինչ որ պահ պետք չի փորձել հետ չգնալ, թե չի ստացվում։ Չէ, չի ստացվում, որովհետև դու միակն ես, ում վրա կարող ես կենտրոնանալ։ Չի ստացվում։ Առավել եւս դու ես որ կենտրոնանաս ուրիշի վրա, որ հատկապես չգիտես ինքը ինչու է այդպեսին։ Ենթադրենք ինքն էլ քեզ նման լավ մարդ չի, բայց դու ինչ գիտես ինքը ինչի լավ մարդ չի։ Դու գերազանց գիտես դու ինչի այդպեսին չես։ Դու չես կարող քո մեղավոր լինելու գործիքները տարածել ուրիշի վրա։ Ամենալավ բանը որ դու կարող ես անել, դու երևակայ ես, որ ինքն էլ այդպեսին, այսինքն չերես գրականություն։ Միայն գրականության միջով։ Լավ, իսկ լավ մարդը որն է։ Հա, ես դրա պատասխանը չունեմ։ Չունեմ դրա պատասխանը։ Լավ մարդը լինելը լավ բան է, բայց ես դրա պատասխանը չունեմ։ Իսկ ես ճանաչում եմ լավ մարդկանց։ Այ դա է ուզում հարցնել։ Հա, ես ճանաչում եմ լավ մարդկանց եւ ես փորձում եմ նրանց հաճախ տեսնել։ Եթե հաճախ չեմ տեսնում, ես ընդհանրապես իրենք են ինձ օգնում մտածել մեղավոր մարդու մասին։ Իրենք են ինձ սրբում, որպեսզի ես ինձ տեսնեմ ավելի վատը։ Այս մտքերին գրականությունն էլ է օգնել, որ այս մտքերին գաս, այս տեսակ մտածելակերպին գաս։ Ուրիշի գրականությունը, հա, պարտադիր, ընդհանրապես գրականությունն է օգնում։ Օգնում է այն, ինչից մի քիչ հասկանում ես։ Իսկ գրականությունից մի քիչ հասկանում եմ։ Այսինքն այնքան որ կարդալ եւ գրել գիտեմ բարեբախտաբար։ Դա օգնում է։ Ընդհանրապես յուրաքանչյուրը իր գործիքներն ունի։ Ինքնաճանաչման, ինքնիրացման։ Մեկի գործիքը կարող լինի ատամնաբուժությունը, մի քիչ առաջ այդ մասին մտածում էի։ Մեկի գործիքը կարող լինի հավաքարարությունը, մյուսի գործիքը ժուրնալիստիկան։ Թեպետ ժուրնալիստիկան ամենադժվարն է, ինքնիրացման, մարդ լինելու ջանքով ինքնիրացման համար։ Քիչ առաջ հենց խոսում էինք դրանից, թե կյանքն էլ ուրա գնում, մարդն էլ ուրա գնում, գրականությունը ընդհանրապես որտեղ է։ Գրականության բախտը չի բերել եւ ես ենթադրում եմ որ ավելի չի բերել։ Ընդհանրապես դա ինչից ես հասկանում, Մարիամ, ասենք ես ինքս եմ էլի հարցնում։ Ինչից ես հասկանում որ գրականության բախտը չի բերել։ Որովհետեւ կյանքը ինքն է արդեն կարողանում փոխարինել գրականությանը նույնիսկ տեղի չունենալով։ Հասկանում ես, այսինքն երբ որ տեղի ունեցավ Կաֆկան, երբ որ տեղի ունեցավ Բեքեթը, կյանքը հասկացա, որ ինքն էլ կարող է տեղի ունենալ։ Եվ այդ պատճառով գրականության վիճակը մի քիչ լավ չի։ Մյուս կողմից ամեն ինչ ի վերջո կարող է դառնալ գրականություն, որովհետև ամեն ինչ խտանալու է այնտեղ, որտեղ գրականությունն է։ Բայց միաժամանակ այդ նույն հավաքարարությունն է, այդ նույն ատամնաբուժությունն է, այդ նույն ժուրնալիստիկան է, այդ նույն աստղագիտությունն է, այդ նույն տիեզերագնացությունն, ամեն ինչ կենտրոնանալու է միտեղ։ Ի հեճուկս տիեզերքի բնույթի։ Իսկ գրելու խնդիրները ինչքանով են դժվարանում դրա արդյունքում։ Հենց օրինակ քո գրելու, երբ որ արդեն ամեն ինչ կա։ Գրելու խնդիր, որպես այդպեսին գոյություն չունի, գոյություն ունի լեզվի խնդիր, գոյություն ունի ոճի խնդիր։ Դու միշտ քո ասելիքը ունես։ Ինչպես ես դա ասում։ Ահա գրողի հիմնական խնդիրը։ Ինչպես ես դա ասում։ Երբ ես ասում եմ ես սպասում եմ, ես իրականում սպասում եմ ձևին։ Ես երբեք չեմ սպասում ասելիքին։ Ձևն է որ միշտ դժվար է գալիս։ Ասելիքը միշտ հենց հիմա ես ասում եմ, չէ՞, բայց սա անձև ասելիքը։ Այս կարելի ասել կիսաբովանդակ ասելիքը, որը հեշտ է ասել։ Հեշտ է մեղադրել, հեշտ է երևալ շատ լավ է, ամեն ինչ ասելով է, հասկանում եք։ Ձևն է որ դժվար է։ Եվ գրականությունը
իմ անձնական գրականությունը երևի տեղ եմ եռնում։ Իսկ ձևը ինչի շնորհիվ է որ գալիս է։ Էտա ես չգիտեմ։ Ես չգիտեմ ձև ինչ շնորհիվ է գալիս։ Գիտես, ես մի քիչ ուշադիր եմ եղել եւ նկատել եմ, որ սա ասելու բան չի, իրականում ինչ որ ուզում եմ ասել, սա ասելու բան չի։ Ես նկատել եմ, որ իմ ձևը մի քիչ անձև է։ Մի քիչ այդ ինձ վախեցնում է։ Ես վախենում եմ, որ ի վերջո կմնա ասելիքը, ինչը լավ չի։ Հեչ լավ չի։ Որտեւ այդ ասելիքը հաղթարվելու է, այդ ասելիքը իսկ ձևը սովորացնում, ասելիքը չի սովորացնում։ Գրականությունն է կողին սովորացնում է։ Ասենք Մարկեսը սովորացնում է, Կամյուն սովորացնում է, Ախմատովան սովորացնում է, Պաստերնակը սովորացնում է։ Այն ինչ որ իրանք ասում են, մի օր ավելի լավ կասվի, բայց այնպես ինչպես իրանք ասում են, դժվար ավելի լավ լինի, էլի, այսինքն դժվար իրանց նման լինի։ Ինչի եւ պետք չի որ իրանց նման լինի, պարզապես միշտ ձևը, ընդհանրապես անուն ազգանունները դիրքավորվում են ձևի մեջ։ Երբ որ ես ասում եմ Պաստերնակ, արդեն պարզ է ում մասին է խոսքը։ Բայց ում մասին է պարզ խոսքը, այսինքն պարզ է որ խոսքը դոկտոր Ժիվագոյի հեղինակի մասին է, բայց ոչ թե դոկտոր Ժիվագոյի հեղինակի, այլ դոկտոր Ժիվագոն այդպես գրած հեղինակի։ Փակ մարդ ես։ Ոչ թե փակ մարդ եմ, հավանաբար մի փոքր խնայողական ապրող մարդ եմ։ Գիտես ինչ, որովհետև ես չգիտեմ։ Ես ով եմ միջավայրում։ Ես մինչև հիմա չգիտեմ, կհավատաս։ Ես ով եմ միջավայրում։ Ես մինչև հիմա չգիտեմ, ես անհրաժեշտ եմ, ավելորդ եմ, ճիշտ եմ, սխալ եմ։ Ես նկատում եմ միջավայրում։ Մնացած դեպքերում ես ամբողջությամբ սիրտ եմ։ Բայց այդ սխալներից, խնդիրներից խոսելը կամ խոսելու անհրաժեշտությունը ուներում ես ընդհանրապես ուրիշների հետ, չէ, ես եթե խոսում ենք անհրաժեշտությունից, ես միշտ անհրաժեշտություն ունեմ լսելու։ Ես սիրում եմ լսել։ Ես ունեմ ընկերներ, որոնք դա գերազանց գիտեն։ Որ ես սիրում եմ լսել։ Խոսելը միշտ ապոկալիպտիկ է։ Լսելը չէ։ Երևի գրականությունն էլ դրա համար է, էլի։ Լսելը միշտ կյանքը շարունակող, կյանքը զարդարող, կյանքը գեղեցկացնող, կյանքը իմաստավորող բան է, բայց երբ խոսում ես, կարծես թե դու ասում ես, որ հեսա լավ չի լինել։ Հեսա ուտելու եք իրար, հեսա եսի ինչ արնելու։ Խոսելը միշտ ապոկալիպտիկ է։ Նույնիսկ եթե դու խոսում ես հացի մասին։ Խոսելը լավ բան չի, լսելն է լավ բան։ Իսկ լավ բաներ չկան, որ հիշում ես քո արած։ Լիքը, իմ արած, մայրեմ, եթե ես իմանայի, որ ես ամենայտարքիր մարդն եմ, այնքան շատ կխոսեի։ Լավ բաներ։ Չէ, ես պարզապես ապրում եմ։ Ընդամենը ապրում եմ։ Ընդամենը ապրում եմ, հատկապես կարդում եմ եւ առավել հատկապես մտածում եմ։ Ահա այն ամեն ինչ կարող եմ անել։ Կան իրադարձություններ, որ փոխեցին կյանքդ, կամ ինչ որ հիշում ես ու տենց կարևոր իրադարձություններ էլի։ Իմ ամենակարևոր իրադարձությունը մանկությունն է։ Թե ինչ մասնախոսքը երևի չեմ ասի, բայց ամենակարևոր իրադարձությունը մանկությունն է, այսինքն ոչ ավանդական ճանապարհով կյանք մտնելն է, որը քեզ ստիպում է մտածել, թե որտեղից ուր ես գնում։ Քանի որ ես փակագծեր չեմ բացում, սա հետաքրքիր չի։ Բայց կարող եմ մտածելու տեղ տա։ Ոչ ավանդական ճանապարհով կյանք մտնելը։ Այսինքն սովոր մարդիկ ոնց են կյանք մտնում։ Տնից բու, տնից չեմ մանուր, տնից դուրս են գալիս դեպի աշխարհ։ Սա դա է, պայմանական ավանդական ճանապարհ, ես չեմ ասում, հենց դա է ճանապարհը, չէ։
Իսկ ապագայի հետ կապված մտքեր։ Ես իհարկե ասում եմ, որ խոսելը միշտ ապոկալիպտիկ է, բայց ես նա չեմ, ով այդ մասին կարող խոսի։ Բայց դե գոնե մեկ-մեկ չես մտածում։ Քուզ ամենամոտ ապագայի։ Գիտես, դե ամենամոտ ապագայի մասին մտածում եմ, հենց թե կուզեմ պատճառով, որ ես երեխաներ ունեմ։ Այսինքն ես մտածում եմ իրենց մասին։ Վերջ։ Իսկ այ երեխաներից խոսեցիր։ Իրենց հետ շփումը ո՞նց է ստացվում։ Այդ մասին կարող եմ հանգիստ ասել։ Ես մի խնդրեմ ունեմ, ես շփվող չեմ, այնուամենայնիվ ինչ էլ իմ մասին, ինչքան էլ լավ բան ասեմ իմ մասին, ես շփվող չեմ։ Ես գերադասում եմ սիրել իմ երեխաներին եւ ես նույնիսկ դաստիարակող չեմ։ Հասկանում ես, ես նրանց ճիշտ ճանապարհի վրա բերող չեմ։ Խոսում եմ իհարկե, բայց մեկը միշտ այդ զգացումը կա, որ հանկարծ շատ չխոսեմ եւ ինչ որ ավելորդ բան չասեմ երեխեքին։ Ես գերադասում եմ սիրել։ Այդ մեկը ինձ մոտ մի քիչ ավելի հեշտ է ստացվում եւ ավելի հաճույքով։ Գիտես, հավանաբար դա նաեւ այն վախից է, որ ժամանակը քիչ է։ Բայց ինչ ես կարծում, իրենց տենց ավելի լավ չի։ Սիրվել։ Ահա։ Ուղղակի սիրվել առանց փորձելու խորհուրդ տալ, ազդել կյանքի վրա։ Հիմնական, որովհետև երեխեքի կռիվը ծնողների հետ։ Հա, ենթադրում եմ, հա։ Գիտես, սիրում ես նաև վախից։ Հիմնականում վախից։ Բայց ես գերադասում սիրել։ Եվ հատկապես այնուամենայնիվ սիրել, չէ։ Սիրելը որն է բալավ։ Գժվել իրանց համար, չեմ մամ։ Ամենապարզ մտնում ես տուն, արդեն գիտես, որ գժվում ես այդ փուճուրի համար, մեծի համար։ Դա սիրելը։ Սիրելը իրականում սիրելը գործողությունն է, նկատի ունեմ սիրելը եւ վախենալը նույն գործողությունն են այնուամենայնիվ։ Իմանալով, որ դու չես լինելու, իսկ ինքը լինելու է, ինքը պետք է պատրաստ լինի կյանքին, այսինքն երբ որ ասում ես սերը գործողությունն է, նկատի ունեն, որ սերը գործողությունը իր գոյության համար, ոչ թե քո գոյության։ Իր ապագայի ձևավորման համար, ոչ թե քո։ Սիրողը միշտ պատասխանատու է ուրիշի համար։ Եթե սիրողը մի քիչ մտածում է իր մասին, իրանից սիրող դուրս չկա։ Այդ բոլոր տեսակի սիրելու մասին է, չէ՞ խոսքը։ Ենթադրում եմ, հա։ Ես դրա լավագույն մասնագետը չեմ, բայց ենթադրում եմ, հա։ Իսկ այս մտքերին միշտ է եղել, թե Չէ, այս մտքերին միշտ չես կարող նսեսի։ Դրա համար պետք է ապրել ընդհանրապես։ Պետք է ապրել։ Ենթադրենք տարիներ հետո ինչ որ մի ընթերցող որոշի ու բացի կարդա քո կենսագրությունը, գտնի քո մասին, կան բաներ, որ վախ ունես, որ չես ուզի, որ հանկարծ իմանան իրենք։ Մարիամ, ես մի հատ բան ունեմ, կոչվում է խցանված մարդու օրագիր, մի հատ տեքստ է։ Այդ տեքստը չի հրապարակվել։ Այդ տեքստը եւ հավանաբար չի հրապարակվելու։ Այնտեղ մոտ 430 կետով գրված է, թե ես ով եմ։ 430 կետ, այսինքն պայմանական, ես մոտավորապես, ասենք այսպես, ես հիվանդացել եմ քոսով։ Ես ատում եմ սուրճը։ Այսինքն սրա մասին է խոսքը, այսինքն օրագրային տեսքով։ Ով ես դու։ Ով եմ ես, հա, եւ ամբողջ իմ մասին է, միայն իր իմաստը հենց այդ է։ Եվ կոչվում է խցանված մարդու, կարծեմ ինքնակենսագրական, ոչ թե օրագիր։ Եվ խոսքը իրականում այն մասին է, որ ես փորձում եմ մերկանալ։ Բայց ինձ համար էլի, որտեղ նորից եմ ասում, դա ասպարեզ դուրս չի գալու, դա նաև թերապիա է։ Ես որ խոսում եմ մեղավորների, ես ինչի՞ արդեն չեմ հիշում ինչի մասին խոսում։ Դրանք բոլորը փաստագրված են։ Բայց փաստագրված եմ ես, ոչ թե մարդկությունը, ոչ թե հարևանս, ոչ թե աղջիկս, աղջիկներս։ Փաստագրված եմ ես։ Միայն դու ես դա կարդացել։ Միայն ես եմ դա գրել։ Գրել ու չէ, ուրիշները չեն կարդացել։ Չէ, ուրիշները չեն կարդացել։ Ու երբեք չեն կարդա։ Չգիտեմ, ինքը լավն է։ Այսինքն որ կարդան ոչ մեկ այնտեղ չկան այս բան, որ ոյ մահերս լուրջ։ Հա, էլի լուրջ sense բան, բայց կան բաներ, որոնք, ասենք ես չէի ուզենա, որ մարդիկ իմանային։ Բայց չկան այս բան, որից
կփլվեմ ես, եթե անկարծ դա դուրս գա ասպարես։ Բայց ես չէի ուզի, որ դա որևէ մեկի աչքով ընկներ։ 430 կետ պատկերացնում։ Համերակ Իսկ երբ վանից ես դա գրում։ Երևի մի 10 լսի դա գիտես, երբ վանից գրվեց, այն որ Facebook-ում գրում էին, մի հատ ֆլեշ մոբ Facebook-ը օգնեց, մի հատ ֆլեշ մոբ էր իմ լավագույն 10 կետերը, թե ինչ 10 կետ իմ մասին, դրանից սկսեց։ Ես մտա դրա մեջ, բայց չհրապարակեցի։ Որտեղ ուրիշներն ավելի լավ էր։ Եվ մինչև հիմա դու ֆլեշ մոբը շարունակում ես։ Ես պոզնի եմ։ Ուշացած։ Մեր բամբասանք լսել ես քո մասին, որ հասել է քեզ ու sense շոկի մեջ ես ընկել ոնց կարելի է։ Չէ, եթե ես բամբասանք լսեի, ես կիմանայի, որ լսի մի գեշ բան ասեմ, ես կիմանայի, որ իզուր չեմ ապրել։ Այդ կատակ եմ անում։ Չէ, բամբասանք չեմ լսել։ Բամբասանքը լավ բան չի, չարախոսելն է լավ բան։ Ճիշտ չարախոսելն։ Ես միշտ հակառակն եմ իմացել։ Չէ, բամբասանքը լավ բան չի։ Բամբասանքը կարա մի փոքր թեթև հնչի եւ ամբողջ ընթացքում մարդը չհասկանա թե ինչ արել է դիմացին, որ բամբասում են իր մասին։ Իսկ երբ չարախոսում ես, դու հասկանում ես, որ ինքը տականք է, վերջ։ Չարախոսող մարդը տականք է։ Բամբասողին տականք չես ասի, որովհետեւ կարող է շատ լավ ձևակերպում այդ բամբասանքը, հասկանում ես։ Երազանքներ ունես։ Չէ։ Ինձ վերաբերող երազանքներ չէ։ Իսկ ընդհանրապես։ Դե հա, դրանք մարդկային են, դրանք թուլություն ունեցողների երազանքներ են։ Իսկ հիմնականում դրանք կապ ունեն իմ երեխաների հետ։ Հա, Հայաստանի հետ կապ ունեն իմ երազանքները, անպայման Հայաստանի հետ։ Որովհետև աղոտ զգում եմ, որ մեծ փորձություններ են սպասվում մեզ։ Շատ մեծ։ Ուղղություններն էլ գիտեմ, բայց ասելու բան չի։ Իսկանը։ Հայրենիքը սիրելը որն է։ Մի բան ասում չես նեղվի, ես տենց պաթոսային հարցեր չեմ սիրում։ Բայց պաթոսով չէ հենց դա, էլի, հենց դրա համար ուզում հասկանալ։ Ներկացնենք հայրենիքը։ Սիրում եմ, օրինակ դու ասես, օրինակ որ դու սիրում ես կամ ինչ որ մեկը չի սիրում։ Ես իդեպ ինչ եմ նկատում, երբ ասում եմ պաթոսային հարցեր, այսինքն ես ինքս եմ մտածում իմ մասին, ինչ է հայրենիքը։ Ես օրինակ ընկերոջս պես եմ սիրում։ Ոնց որ ընկերոջս կսիրեմ, դրա համար իմ համար դուրս է եկել պաթոսը։ Իրականում այդպես էլ պիտի սիրեն։ Հայրենիքը ոնց են սիրում այրը։ Հայրենիքը սիրելը սկսում է խաղալիքը սիրելուց։ Հավատացնում եմ քեզ, հայրենիքը սիրելը սկսում է ամենաշոշափելի բանը սիրելուց։ Այդ որ ասում եմ պաթոս, հիմա ուզում ես դրա հակառակ ասեմ, այսինքն թե ինչքան լավ բան է պաթոսը։ Խաղալիքից է սկսում, որը շոշափելի է։ Հեքիաթից է սկսում, որը իրականում շոշափելի է, որովհետև դու սյուժեն պատկերացնում ես երեխա ժամանակ։ Մայրիկից է սկսում, որը շոշափելի է, կարող ես ձեռք տալ, կարող ես համբուրել։ Մինչև գալիս է եւ ուրվագծվում է, այսինքն ծառը, ծաղիկը, կատուն, կենթանին չեմ մանում, սրճարանը, պայմանական շենքը, որը քեզ տպավորել է, ասենք 14 տարեկանում, ու տենց կամ այգին, որտեղ դու ման ես եկել, հասկանում ես, տենց մեծանում է, դառնում է հայրենիք։ Հայրենիքը իրականում պրիմիտիվ եւ ոչինչ չասող բան է։ Դա այն ինչ որ ես նկարագրեցի դա հայրենիք է, բայց դա բնազդային բան է։ Դու դուրս ես գալիս փողոց եւ արդեն սիրում ես։ Դա բնազդային բան է, լավ բան չի։ Ինչու՞։ Որտեւ այս սերը պիտի առարկայանա պետության մեջ։ Հայրենիքը սիրելը բնական է, պետություն սիրելը բնական չի։ Հայրենիքը պետք է առարկայանա, հայրենիքը պետք է այդ բառը չեմ ասում, պետք է կառուցես։ Բայց կառուցելն էլ լավ բառ չի։ Իմ ասացով։ Ինքը պետք է առարկա, այ պետք է նորից դառնա շոշափելի։ Որտեղ վերջո մեծ հայրենիքը ուրվագծում է, վերջում դառնում է հայրենիք, դու հասկանում ես դուրս ես գալիս օդը շնչում ես արդեն հայրենիքի օդն է շնչում, բայց դա պետության օդը չի։ Պետությունը կառուցվածքներ է, պետությունը վախն է, որ դու քաղաքացի լինելով ի վերջո քեզնից ոչինչ չես նշանակի։
դու որ այդ պետության անվտանգության երաշխավորն ես որպես անհատ, որպես մեկը, որոնցից կազմված ամբողջ հանրությունը պետության մեջ, կհասկանաս, որ դու դրանցից մեկն էլ չես։ Եվ կսկսես վախենալ։ Սիրելը օգնում է, որպեսզի հայրենիքը դառնա պետություն։ Մեր մշտական հարց ունենք, պատկերացնենք հայ ժամանակակից գրականությունից որևէ գիրք կամ թեկուզ ոչ գիրք, որևէ ստեղծագործություն գրել ես դու, որը կլիներ քո կարծիքով, որ հնարավոր է դու գրած լինեիր, բայց ուրիշն է գրել։ Ես կուզեի գրած լինել Տիգրան Պասկևիչյանի Մաման հեռանում է գործը։ Ես կուզեի դա գրած լինել, բայց երբեք չէի կարողանա դա գրել։ Դա իմ կարդացած այն որ բոլոր բառերից անդին ստեղծագործությունը Մաման հեռանում է։ Եվ իհարկե Պասկևիչյանը, Աթաբեկյանը եւ Եփրեմյանը իրենք պոետական, այսպես ասած, փորձ ունեն ագրավ Էդգար Պոյի ագրավի վրա փորձեր ունեն, որը շատ լավ է ստացվել։ Ես կուզեի առնվազն դրա մի մասն էլ ես լինել, այսինքն այդ փորձի։ Ես նույնիսկ ինքս էլ փորձեցի իմ ագրավը ստեղծել, մի քառատողից ավելի չստացվեց։ Օրինակ իրենց վրա ես հասկանում եմ, որ գրականությունն էլ է մոլորակ։ Տես այնտեղ կրքեր են եռում, այնտեղ գործողություններ են տեղի ունենում, այնտեղ խաղեր են տեղի ունենում, այնտեղ մեծ հաշվով կոնֆլիկտ է տեղի ունենում։ Նկատի ունեմ դու եւ այն իրականությունը, որ փորձում ես ստեղծել կամ ձևակերպել եւ այլն։ Գրողը այդ մարդն է, ով ունի իր աշխարհը եւ այդ աշխարհում ինքը Աստված է։ Եվ 3 փոքրիկ հարցեր, ցենց կարելի ասել բլից։ Ամբողջ կյանքում եթե ընտրես որևէ մեկը, միայն կարդալ, միայն գրել, թե ոչ մեկը։ Չէ, կարդալ։ Միայն կարդալ։ Հենց թեկուզ այն պատճառով, որ կարդալն ավելի հեշտ է, քան գրելը։ Ուրիշ բան, որ ընկալելն ավելի հեշտ է, քան առանց ընկալելու գրելը, բայց կարդալն ավելի հեշտ է։ Ինչ կլինեիր, եթե չլինեիր գրող, փայտագործ, հրուշակագործ, թե անասնաբույժ։ Այս 3 տարբերակն է անասնաբույժ։ Եվ քո կարծիքով ո՞րն է ավելի կարևոր գրողի համար՝ տաղանդը, աշխատասիրությունը, թե հաջողությունը։ Տաղանդը։ Շնորհակալություն։ Երբ որ տաղանդը կա, դու ազատ ես նույնիսկ դրան չանդառնալ, դու ազատ ես նույնիսկ դրան գործի չդնել։ Աշխատասիրության դեպքում ազատ չես, պետք է աշխատես, որ լինի։ Մյուս ինչներ հաջողությունն էլ ինձնից կախված չի, դա ինձ հետաքրքիր չի։ Ինձ հետաքրքիր է տաղանդը, որը ինձնից է կախված, որի մեջ արդեն մի քիչ աշխատասիրություն կա, արդեն մի քիչ հաջողություն կա, բայց ես ազատ եմ տնօրինել դա։ Շնորհակալ եմ քեզ, որ եկար ու զրուցեցինք, ու լիքը նոր բաներ կոնկրետ ինձ մտածելու տվեցիր, վստահ եմ նաև հեռուստադիտողներին։ Ձեզ էլ շնորհակալություն սիրելի հեռուստադիտողներ, որ հետևում եք Գրողի ծոցից հաղորդմանը։ Ես շարունակում եմ ասել, որ հետևեք, նայեք եւ գտեք ձեր սիրելի գրողներին։ Շնորհակալություն։